մենք այսօր ներկայացնելու ենք Between the Realms of the Lost խաղը։ Այստեղ մենք ունենք help կոճակ, որը կօգնի նոր խաղացողներին բնորոշվել, թե ինչ անել խաղի ընթացքում։ Ինչպես տեսնում ենք, մեր գլխավոր հերոս Անտոնիոն նախկին հետախույզ էր, եւ իմանալով, որ լքված եկեղեցում տարօրինակ երևույթներ են կատարվում, որոշում է հետա քննել այդ գործը։ Երբ նա հասնում է եկեղեցու դռան մոտ, նա նկատում է, որ դուռը փակ է, որը հիմա մենք պետք է բացենք օգտագործելով աջ եւ ձախ սլակների ստեղները։ Ըստ այդ հուշումի մենք պետք է գնանք դեպի արևմուտք, որտեղ կտեսնենք մի սեղան։ Մոտենալով սեղանին, նա այնտեղ նկատում է իրեր, նրան հետաքրքրում են նրանց պատմությունները, հատկապես վզնոցինը։ Վզնոցը վերցնելով նրա մոտ առաջանում են ինչ-որ տարօրինակ զգացողություններ։ Հիմա ուղեգորգով պետք է բարձրանանք վերև։ Սեղանի մոտ հասնելով մենք կտեսնենք մի գիրք։ Այդ գիրքը բացելով կտեսնենք մի նկար, որտեղ նկարված է մոմ։ Մոմին սեղմելով Անտոնիոն հասկանում է, որ այդ մոմը պետք է վառի։ Լուցկին վերցնելուց հետո մենք պետք է վառենք մոմը եւ տաքացնենք թուղթը։ Տաքացնելիս թուղթը մենք կտեսնենք մեր հաջորդ հուշումը։ Կարդալով այն մենք հասկանում ենք, որ պետք է գտնենք հայելի։ Երբ մենք մոտենում ենք հայլուն, հայլին ջարդվում է եւ մենք պետք է մաս առ մաս հավաքենք հայլին։ Հավաքելուց հետո մենք նորից ստանում ենք հուշում։ Տվելով սլակներին մենք հայտնվում ենք մի սենյակում, որտեղ կան փոշոտ նկարներ։ Ինչպես հասկացանք, պետք է նկարները փոշուց մաքրենք։ Մաքրելուց հետո Անտոնիոն նկատում է, որ բոլոր սրբանկարները նայում են մի ուղղության վրա եւ որոշում է հետեւել այդ ուղղությամբ։ Ուղղությամբ շարժվելուց հետո մենք հայտնվում ենք մի սենյակում, որտեղ մենք պետք է ճիշտ հերթականությամբ դասավորենք գրքերը։ Մեր մոտ բացվում է մի գաղտնի դուռ։ Անցնելով այդ դռնով մենք կտեսնենք մի սեյֆ, որտեղ պետք է ճիշտ մուտքագրենք կոդը։ Ճիշտ մուտքագրելուց հետո մենք կտեսնենք մի աղջկա նկար։ Անտոնիոն հասկանում է, որ դա այն վզնոցի միջի աղջիկն է եւ հանկարծ հայտնվում է այդ աղջկա հոգին։ Աղջիկը ներկայանում է, որ նա Սոնյան է եւ պատմում է այդ վզնոցի պատմությունը։ Նա ասում է, որ այդ վզնոցը իր համար շատ թանկ է եւ պարունակում է հիշողություններ իր պապիկի մասին, որը շատ կարեւոր դեր էր խաղացել նրա կյանքում, բայց օրերից մի օր նա հիվանդացել էր, դրանից հետո Սոնյան էլ նրան չէր տեսել։ Նա հետ ուզեց իր վզնոցը եւ Անտոնիոն վերադարձրեց այն նրան։ Տեղից էլ նրա հետաքննությունը ավարտվում է եւ նա համարում է գործ ավարտված։